Պարոն Պողոսյան, այս պահին ազգային ժողովի դիմաց եք մի քանի բառով կնկարագրեք, թե ինչ ակցիա եք իրականացնում։ Ուրեմն 44 օրյա պատերազմի անետ կորած Պողոսյան համազասպի հայրն եմ ես, Պողոսյան Հովհաննեսը։ Ուրեմն այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ պիտի կատարեին, այդ պիտի հանրության դատին ներկայացնեին, չեն ներկայացրել։ Մենք էլ սենց ուզում ենք ստորագրահավաքով դիմել, այսինքն դիմել չէ, պահանջել, որ ներկայացնեն անետ կորածների ճակատագրերը հասկանայինք ոնց է եղել, զոհվածների օրինակ են զոհված երեխաները դավաճանվել են, չեն դավաճանվել, դավաճան մարդ ունենք, չունենք, բա մենք չի մանանք, այդ քննիչ հանձնաժողովն չի մարեն ստեղծել, որ տանեն քննեն իրանք իրանցով, չնայած ոչ մի հավատել չունեմ ես ընդեղ ինչ-որ բան կա, որ կարող է մեր երեխեքին տենց մոտիկ լինի, էլի։ Բայց եթե քննել եք, հանեք, եթե ոչ մի բան չունեք պահած, հանեք հանրության դատին ներկայացրեք, հանեք, այդ ծնողները թողան, տեսնեն, կարդան, ծանոթանան, այսինքն նենց է, որ ստորագրահավաքը նրա համար է, որ թուղթ թամասով սաղ բերեն, ցույց տան, հանրության դատին ներկայացնեն, մարդիկ իմանան։ Հա, պահանջում ենք, մենք որ բերեն, այդ ամեն ինչ տանեն։ Հիմա դրա համար ենք այստեղ։ Պարոն Պողոսյան, մենք տեսել ենք ձեր ակցիաները բազում անգամ, վերջին ակցիան էլ Պաշտպանության նախարարության մուտքի մոտ էր, եթե չեմ սխալվում, որից հետո պարոն Ղուկասյանի ձերբակալումը հաջորդ էր։ Այս ձերբակալությունով պետությունը ինչ էր փորձում ցույց տալ, այդ կերպով փորձում էր լրացնել ծնողներին։ Ուրեմն նայեք, ձերբակալությունը սենց ասեմ, ինչ ուզում են անեն, այս ծնողներին չեն կարելի լրացնել։ Ես կարամ իմ մասին խոսամ, ինձ չեն կարելի լրացնել, ուզում եմ Արսեն Ղուկասյանին ձերբակալեն, ուզում է ինձ տանեն ձերբակալեն, ուզում է մեկի մյուսին, ամեն ծնող իր երեխու համար է պայքարում։ Չի կարող էլի խոսքի մի ուրիշի ձերբակալություն կամ մի ուրիշի բանով մեզ վախեցնել, չի լինի դա, չի լինելու, չարաչար սխալվում են, եթե նման բան մտածում են իրանք, ես չգիտեմ մտածում են, թե ուզում են լրացնեն, թե ինչ են ուզում անեն, չեն կարալու, մեկը։ Ամեն մեկս մեր երեխու, մեր են ջիգարի մասին ենք մտածում, մենք ճիշտ է, առաջինը ես իմ երեխու մասին եմ մտածում, իմ երեխու համար եմ պայքարում, նոր մնացածին, նրանք էլ են մեր երեխեքը։ Կլինի զոհվածները էլի մեր տղեկն են, մեր հերոսներն են, կլինի անետ կորածները, կլինի այս են որ վիրավորվել են, հաշվանդամները, կլինի մի խոսքով, ով պատերազմի հետ կապ ունի ու մաքուր է, նրանք մեր հետ կապ ունեն։ Ով էլ պատերազմի հետ կապ ունի ու կեղտոտ է, նրանք մեր հետ կապ չունեն ու չեն էլ ունենալու։ Եթե չեմ սխալվում, ծնողները պահանջում էին ԳՇՊՏ-ի հետ հանդիպում, բայց այդ հանդիպումը տեղի չունեցավ, ամեն դեպքում այդ օրը տեղի չունեցավ, հետո նոր հանդիպումներ։ Չէ, տեղի ունեցել է այդ օրը։ Հենց ԳՇՊՏ-ի հետ։ Այո։ ԳՇՊՏ-ի հետ հանդիպում ենք ունեցել, մեր հարցերը տվել ենք ու մեր հարցերի պատասխանները լիովին չենք ունեցել, այսինքն մենք այտենց էլ գիտենք, որ լղոզված պետք է լինի ամեն ինչ, բայց բերեք սենց անենք։ Հիմա խոսանք այդ քննիչ հանձնաժողովից։ Ընթացքում էլի կլինի տեղեր, որ կտեսնվենք, կխոսանք ուրիշ բաներից։ Հիմա խոսանք այս քննիչ հանձնաժողովի զեկույցը պահելու մասին։ Հա, որը որ մեզ մտահոգում է, էլի։ Մենք ստեղ ակցիա ենք իրականացրել հենց այդ քննիչ հանձնաժողովի զեկույցի համար։ Կհիշեք երևի Բաղրամյանը փակել էինք, բան էինք արել։ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը մեզ ասացին, որ այդ քննությունը կպրծնի, մենք հանրության դատին կներկայացնենք, այսինքն ծնողներին բանի սաղին կիրազեկենք, որ նրանք գան, ծանոթանան, էս էր իր զեկումը, տանեն փակի տակ դնեն ու ոսկի տենց գախնի փաստաթուղթ, դա չէ ախպեր, եթե քննությունն արել ես ու ոչ մի բան դուք չունեք, ուրեմն հանեք հանրության դատին ներկայացրեք։ Բացի ծնողները մարդիկ կան հայրենասեր, որ հետաքրքրված են այդ թղթով։ Քիչ եք այդ թուղթը այդ մարդկանց էլ ներկայացնում։ Ներկայացրեք թող տենան, անետ կորածների ճակատագրերը մենք իմանանք, որտեղից սկսվեց, ինչ է եղել, ուր գնացին, զոհվածների
օրինակ այդ զոհված տղեկի մեր հերոս տղեկի տեղանքը ով դավաճանեց, որ այդ մարդիկ զոհվեցին, ամեն այդ սաղ զոհված տղեկը, այդ հերոս տղեկը, անետ կորած տղեկը, այդ հաշվանդամ տղեկը սաղ մեր այսօրվա այս պարզ լույսի համար են պայքարել, որ մենք կարողանանք իրար տենանք, տետատետ իրար հետ զրույց անենք։ Այսինքն ես այդ ամենափոքր բանն եմ ասում, որ առավոտ զարթնում ենք մենք, լույսը տենում ենք այդ երեխեքի շնորհիվ է։ Թող իրանք մի հատ դա մտածեն, մենք դա լավ զգում ենք 6 տարի է։ Իսկ ձեր ստորագրահավաքին ովքեր են միացել, հաշվի առնելով, որ մենք ազգային ժողովի դիմաց ենք, падգամավորներից մոտեցել են, ձեզ փորձել են հասկանալ ինչ է կատարվում։ Չէ, ճիշտն ասած падգամավորներից չեն մոտեցել, ծնողներ են մոտեցել, անցորդներ են շատ, հայրենասեր անցորդներ են մոտեցել, որ հասկանան ինչա ու ստորագրահավաքին ներկա են եղել, մասնակցել են։ Չէ, չեն մոտեցել մեզ ոչ մի բան, падգամավոր ոչ մեկ ու ունենցա որ մենք մեր գործառույթը մինչև վերջ տանելու ենք։ Պետք է նայեք, հաջորդիվ թող մնա հաջորդիվ, լավ։ Հիմա հələ բաներ չխոսանք, բաներ չասենք, ստորագրահավաքը կանենք, կներկայացնենք իրենց դատին, թող իրանք վերցնեն, իրավաբանորեն սաղ արածա, սաղ կետերով, թող վերցնեն ու հասկանանք էլի դրանից հետո ոնց կլինի, թող մի հատ իրանք կարդան, տեսնեն, ինչ ենք ասում, չնայած իրանք լավ գիտեն արդեն մեր պահանջը ինչա, ոնց հասկացա, բայց թող դրանից հետո կհասկանանք ոնց ենք անելու էլի։